2025 թվականի դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի դատանը որոշել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մեղադրյալ Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանմամիջոցների համակցությունը գրավը 2 միլիոն դրամի չափով եւ բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ ահա այլընտրանքային խափանմամիջոց տնային կալանքը չերկարաձգել եւ փոխարինել վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցով։ Վերացնել տնային կալանքի մասով մեղադրյալ Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով սահմանափակումները այս մասով որոշման կատարումը հանձնարարելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը։ Տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Ասել է, թե մինչ նոր տարվա օրը բոլորը խառն էին, դատարանը տնային կալանքի տակ գտնվող ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանի եղբորը ազատ է արձակում եւ վարչական հսկողություն է սահմանում։ Հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր քրեական գործով։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար եւ դատարանի որոշմամբ կիրառվել էր տնային կալանքը։ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը Մկրտիչ Մկրտչյանը ձերբակալվել էր 2025 թվականի օգոստոսի 4-ին։ Քննչական կոմիտեից Արմրու լրատվականին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով հրազենի դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի սարքերի առարկաների ապօրինի շրջանառությունը եւ 393-րդ հոդվածի առաջին մասով թմրամիջոցների, հոգեներգործում նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով դրանք ապօրինի իրացնելը եւ 396-րդ հոդվածի առաջին մասով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի։ Փաստացի նախաքննական մարմինը 3 հոդվածներով է քրեական գործ հարուցել եւ բավարարվեց միայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը ապօրինի զենքի գործով մեղադրյալի կարգավիճակ տալ, իսկ ահա թմրանյութի թեման ծածկադմփոց արեցին եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը ըստ էության փրկեցին։